Պարոն Օհանյան, ԿՊԱ-ականները իրենց ճեպազրույցներում անդրադառնալով թե իմպիչմենտի գործընթացին, թե առհասարակ, ասում են, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վախենում են գալ խորհրդարան, որտեղ եթե գան, ԿՊԱ-ականները նրանց կուղարկեն քաղաքական թոշակի։ Ձեր կարծիքով ինչ գործիքակազմ ունեն ԿՊԱ-ականները նախկին նախագահներին քաղաքական թոշակի ուղարկելու եւ արդյոք նրանք վախենալու բան ունեն ԿՊԱ-ականներից։ Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման երկրում մեծ դերակատարություն ունեն քաղաքական ուժերը եւ անհատները, հատկապես անհատներ, որոնք որ հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում ունեցել են համապատասխան արժեքներ եւ իրենց անձնական օրինակով են կերտել մեր հայ ժողովրդի այսօրվա իրականությունը եւ եթե խոսքը գնում է եւ նրանցից մի քանիսը նաեւ արտահայտվել են քաղաքական, այսպես ասած, վենդետա, այսինքն պատասխանատվություն, այսօրվա իրականության մեջ ամեն մեկը իր պատասխանատվությունը կրում է։ Նախկինում մեր նախագահները կրել են պատասխանատվություն եւ այդ պատասխանատվությունն է բերել նրան, որ մենք ունեցել ենք անկախ ազատ Հայաստան եւ անկախ Արցախ, ինտեգրված գործել են Հայաստանն ու Արցախը, թեկուզ իրենց բնորոշ թերություններով, ինչպես ես ասել եմ, բայց այնուամենայնիվ քայլ քարը քարի վրա դնելով, զրոյից սկսվելով, իրենք արել են ամեն ինչ։ Այս իշխանությունը պատրաստի է ստացել այդ ամենը եւ կարծում եմ, որ քաղաքական պատասխանատվության իրենք պետք է ենթարկվեն նրա համար, որ ակնհայտ է ինչի են հասցրել այս երկիրը եւ նաեւ Արցախ։ Սիվիկեմ ձեր հարցը։ Շնորհակալություն։ Պարոն Օհանյան, խոսում եք որոշ թերությունների մասին, ինձ հետաքրքիր է որպես փորձառու վաստակ ունեցող քաղաքական գործիչ, նաև պետական գործիչ, արդյոք այդ թերությունների շարքում դասում եք նաև այն ահռելի գույքը, որը ձեր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը իր պաշտոնավարման շրջանում գուցե դրանից հետո, գուցե դրա բերումով կարողացել է կուտակել։ Եվ ինձ հետաքրքիր է նաև դուք արդյոք ոչ ֆորմալ այսպես անկեղծության մթնոլորտ ապահովող հանդիպումներ ունենում եք պարոն Քոչարյանի հետ եւ ողջամիտ կասկած հայտնում, թե Ռոբերտ Սեդրակիչի վերջո արդյոք ձեր հալալ քրտինքով եք վաստակել այն ինչ որ վաստակել եք եւ ինչ այսօր դատախազությունը ներկայացնում է որպես ապօրինի գույք եւ դատանում վիճարկում է դրա օրինականությունը, թե այդուհանդերձ ինչ որ սխեմաներ են գործել, ոչ օրինական, գուցե կոռուպցիոն, որոնք օգնել են այդքան գույք կուտակել։ Շնորհակալություն։ Տեսեք, ակնհայտ է, որ մենք մեր քաղաքական ուժի ղեկավարի հետ ունենում ենք զրույցներ եւ այդ զրույցների հիմնական մասը վերաբերում է մեր ծրագրերին, մեր գործունեությանը եւ հատկապես Հայաստան խմբակցության շրջանակներում ազգային ժողովում եւ ազգային ժողովից դուրս իրականացվող գործընթացներին։ Անձնական հարցերի շուրջ մենք քիչ ենք խոսում եւ այնինչ որ այսօր տիրում է Հայաստանում եւ ինչպիսի գործընթացներ կան հակակոռուպցիոն ոլորտում եւ դատաիրավական ոլորտում, դրանք տեսանելի են բոլորի համար եւ դրանց եզրափակման, դրանց պատասխանատվության հարցը իրապահ ոլորտի խնդիրներից է եւ կարծում եմ, որ այդ հարցերի պատասխաններին մեկ անգամ չէ, որ պարոն Քոչարյանը եւ նրա հարազատները պատասխանել են, այնպես որ դատաիրավական գործընթացները ընթանում են, եթե այնտեղ ինչ որ խախտումներ կա, այդ խախտումների շրջանակներում թող օրինական որոշումներ ընդունեն, ոչ ոք մեզանից այդ պատասխանատվությունների չի խուսափում եւ դատական համակարգը անաչառ է, դատական համակարգը ուրեմն անկախ է եւ այդ ամենը պետք է ինքը դրսեւորի, բայց մենք իրականում տեսնում ենք, որ վերջին տարիներին հատկապես, որ այդտեղ կան բավականին լուրջ խնդիրներ եւ այդ խնդիրների շուրջը մանավանդ այս վերջին քառօրյայի ընթացքում մեր գործընկերները բարձրաձայնեցին, դրանց շատ հարցերին պատասխաններ այդպես էլ չեղավ։
Կոնկրետ ձեզ մոտ, պարոն Օհանյան, ողջամիտ կասկած չի հարուցում պարոն Քոչարյանի գույքի օրինականության հարցը, որպես նշում եմ եւս մեկ անգամ փորձառու ճանապարհ անցած քաղաքական գործիչ, ինչ է կարծում։ Ես արդեն պատասխանեցի, կարծում եմ, որ նրանք գործել են օրինականության շրջանակներում եւ նրանց գործունեությունը եւ նաեւ ձեռքբերումները օրինականության շրջանակներում։